Բարև ձեզ, բոլորիս սիրելի տոնն է Նոր տարին, իսկ գիտեք ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բոլոր 50 նահանգներից եկած ամերիկացիները նկարվում են իրենց նահանգի անունը կրող փոքրիկ տոնածառի կողքին։ Անգլիայում բացում են տան ետևի դռները, որպեսզի դուրս գնա Նոր տարին, և բացում են տան դիմացի դռները, որպեսզի ներս մտնի Նոր տարին։ Երեխաները ձմեռ պապիկի համար թողնում են ափսե, որի մեջ նա պետք է դնի նվերները, և կոշիկի մեջ թողնում են խոտ նրա ավանակի համար։ Ավստրիայում հավատում են, որ եթե ճաշակել խոզի գլխից մի փոքրիկ կտոր, ապա այդ տարին երջանիկ կանցնի։ Ուկրաինացիները նույնպես ակնհայտ երջանիկ են դառնում, երբ ճաշակում են խոզի միս։ Իտալիայում, երբ գալիս է Նոր տարին, բացում են պատուհանները և դուրս են նետում տան հին իրերը։ Իսպանիայում ժամացույցի վերջին զարկերի հետ պետք է հասցնել ուտել 12 խաղողի հատիկներ։ Գերմանիայում ժամացույցի վերջին զարկերի հետ տարբեր տարիքի մարդիկ կանգնում են աթոռների, սեղանների, բազկաթոռների վրա և բոլորը բարձր տեղից ցատկում են դեպի Նոր տարի։ Իսկ Հայաստանում Նոր տարին դա ընտանեկան տոն է, որտեղ ճոխսեղանի շուրջ հավաքված բոլորը շնորհավորում են միմյանց, և ես նույնպես ուզում եմ շնորհավորել մեր բոլորիս Նոր տարին։ Այո, ամեն երկրում տարբեր կերպ են նշում ամանորը, և տարբեր կերպ անվանում են ձմեռ պապիկին։ Օրինակ Ամերիկայում նրան անվանում են Սանտա Կլաուս, իսկ Ռուսաստանում Դեդ Մորոզ։ Սուրբ Նիկողայոսը եղել է հարուստ ընտանիքից։ Նրա կյանքի կարգախոսն էր դարձել վերցրու հարուստներից և բաժանիր աղքատներին։ Հայաստանում հայտնվեց Կաղանդ պապը։ Կաղանդ պապը գալիս էր օգոստոսի 21-ից 22, քանի որ այդ օրը նշում էին Նավասարդը։ Նա նվերների փոխարեն տալիս էր 7 խորհուրդ։ Ձմեռ պապիկին մենք բոլորս արդեն գիտենք։ Նրա հետ միշտ գալիս է ձյունանուշը։ Расскажи, Снегурочка, где была? Расскажи-ка, милая, как дела? И за тобою бегала Дед Мороз, пролила немалые горьких слез. А ну-ка, давай-ка, плясать выходи, а? Ձմեռ պապիկի օգնականը ձյունանուշն էր, իսկ Սանտա Կլաուսը քանի որ չուներ ձյունանուշ, նրա օգնականներն էին էլֆերը, իսկ էլֆերի մասին կպատմի Էվան։ Էլֆերը կախարդական արարածներ են, նրանք ունեն սուրականիներ, երկար կյանք և անսահման հետաքրքրություններ։ Նրանք ապրում են անտառներում, ծառերի մեջ կամ կախարդական թագավորություններում և ամենակարևորը միշտ ինչ-որ մի բան են սարքում, կամ կախարդան, կամ խնդիրներ։ Էլֆերը այնքան թեթև են քայլում, որ նույնիսկ ձյունը չի ճրջվում, այլ միայն նրանց ստամոքսն է աղմկում։ Էլֆերի կոշիկները միշտ սուր ծայրեր ունեն, որովհետև կլորները հոգնածության էներգիան են պահում։ Իսկ դուք գիտեք որտեղ են ապրում էլֆերը, այդ մասին կպատմի Եվան։ Էլֆերը ապրում են Լապլանդիայում։ Լապլանդիա գնում են որոշ մարդիկ, որպեսզի հիանան Լապլանդիայի գեղեցկությամբ, քանի որ Լապլանդիան համարվում է Սանտա Կլաուսի հայրենիքը, այնտեղ ավելի շատ ձյուն է գալի, իսկ դու գիտեք, որ Լապլանդիայի ամենամեծ և ամենագեղեցիկ զարդը զարդարված եղևնին է։ Ամենամեծ տոնացարը Յաբաձարում է։ Հին ժամանակներում տոնացարը զարդարում է ուտելիքով, ջուրով, կաֆետով, միկով, բազարենով, տոնացարը զարդարում է գունավոր խաղայիկով, յուսով, աստեղով։ Ես եմ զարդարել իմ տոնացարս, իսկ դուք։ Այո, տոնացարի խաղալիքները և տոնացարը շատ սիրուն են, բայց ամենասիրուն բանը Նոր տարվա իր երգերն են։ Եթե երգեր չլինեին Նոր տարվա, շատ տխուր կլիներ և տրտուն կլիներ Նոր տարին։ Այժմ արի մեկ երգեինք Ռոբերտ Ամիրխանյանի Դինգ Դոնգը։ Դինգ Դոնգ, ձմռան երկնքում, Դինգ Դոնգ, աստղերն են ժպտում,
Յոբիկ, երկիրն է ասպարիս, ուժը